Գոնսալո Ուրոլաբեիդիա, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան, ծնվել է 1969 թվականին, Արգենտինայում, իրավաբան է, 2015 թվականից Հայաստանի Հանրապետության Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանն է։ Բարի Լուիս, համեցեք։ I wake up very early in the morning. Ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում և իմ օրը հայկական ու արգենտինական լուրեր ընթերցելով եմ սկսում։ Մեր երկրների միջև 7 ժամվա տարբերություն կա, և ես պիտի տեղեկացված լինեմ։ Այնուհետև ես նախաճաշում եմ։ Որոշ սահմանափակումներ եմ մտցրել իմ սննդակարգի մեջ։ Փորձում եմ միշտ հետևել իմ քաշին։ Դրա համար էլ իմ նախաճաշը հիմնականում պանիր է, մրգեր, որոշ ընդեղեն, թեյ։ Արգենտինայում մարդիկ շատ քաղցրավենիք են օգտագործում, բայց ես քաղցր քիչ եմ ուտում։ Մտածում եմ իմ արտաքին տեսքի մասին։ So I have my Russian book, my French book. Ահա իմ ռուսերենի և ֆրանսերենի գրքերը։ Սովորաբար առավոտյան ես կարդում եմ։ Այս ժամանակահատվածում ես ուսումնասիրում եմ ռուսերեն և ֆրանսերեն։ Եվ առավոտյան պարապելը հատկապես արդյունավետ է։ The language is basic because you need to communicate with a lot of people. Այո, նոր լեզուներ ուսումնասիրելը շատ կարևոր է, քանի որ տարբեր մարդկանց հետ անընդհատ օտար լեզվով հաղորդակցվելու խնդիր կա։ Ուստի միշտ պետք է պատրաստ լինել։ Ռուսերենը իմ 5-րդ լեզուն է։ Դեռ շատ լավ չեմ տիրապետում, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ։ Դիվանագետը պարտավոր է անընդհատ սովորել, եւ ոչ միայն օտար լեզուներ։ Օրինակ կարող եմ նաև նվագել ձեզ համար։ But just a little bit. Բայց միայն մի փոքր հատված, այլապես դուք պետք է վճարեք տոմսի համար։ Երկար ժամանակ է չեմ նվագել։ This is mate. Mate, it's an Argentine, like an Argentine. Սա մատե է։ Գիտեք ինչ է մատեն։ Այն կարելի է համեմատել թեյի հետ։ Մեր երկրում բոլորը խմում են այս ըմպելիքը։ Իրապես սա միայն ըմպելիք չէ, սա փիլիսոփայություն է, կիսելու և կիսվելու մշակույթ։ Մատեի իմաստը հենց դա է, որ միևնույն բաժակից ըմպեն սեղանի շուրջ հավաքված բոլոր մարդիկ։ Oh, my parents, they live in Argentina. My father is 80 years old. My mom is 74. Իմ ծնողները Արգենտինայում են ապրում։ Հայրս 80, իսկ մայրս 74 տարեկան է։ Երկու շաբաթ առաջ եմ այցելել նրանց։ Արգենտինայում ապրում է նաև իմ դուստրը, Մագդալենան։ Նա իր մայրիկի հետ է այնտեղ ապրում։ Տարին 2 անգամ նա գալիս է այստեղ և ես եմ 2 անգամ գնում։ Մենք ճանապարհորդում ենք միասին։ Երկուսս էլ սիրում ենք ճանապարհորդել, բացահայտել տարբեր հետաքրքիր վայրեր։ Երկուսս էլ ռոք-ն-ռոլ ենք սիրում։ Երբ նա գալիս է, մենք երաժշտություն ենք լսում։ Ես մանկանում եմ նրա հետ։ I become like a little bit like a kid when I am with her. Mucha cosa mala. Every 3 times a week. Շաբաթը 3 անգամ ես մարզասրահ եմ գնում։ Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է ինձ համար։ Physical conditions, yeah. Now after the gym Մարզվելուց հետո ես լավ տրամադրություն ունեմ։ Արդեն կարելի է դեսպանատուն գնալ։ Go. I started my working day. Ահա եւ սկսվեց իմ աշխատանքային օրը։
It was my dream. This is something I really wanted since I started. Սա իսկապես իմ երազանքն է եղել, դիվանագետ լինել։ Սկսած դեռ ուսանողական տարիներից, այո, ես երազում էի իմ երկիրը արտերկրում ներկայացնելու մասին։ Ես երազում էի նոր մշակույթ ուսումնասիրելու եւ իմ երկրի մշակույթը օտար երկրում ներկայացնելու մասին։ Իհարկե դա մեծ պատասխանատվություն է, բայց ես հաճույքով եմ անում իմ աշխատանքը։ Armenians started to arrive to our country by the end of the 19th century. Հայերը սկսել են արտագաղթել Արգենտինա 19-րդ դարի վերջերից եւ պիտի ասեմ, որ հայերը մեծ հաջողություններ ունեն այնտեղ։ The Armenian community in Argentina is composed of Արգենտինայում շուրջ 15000 հայ է ապրում։ Նրանց մեջ շատ գործարարներ ու արվեստագետներ կան։ Հայ-արգենտինական հարաբերությունները իրապես բարձր մակարդակի վրա են։ Այո, ես արգենտինացի եմ եւ ես ներկայացնում եմ իմ երկիրը Հայաստանում, բայց իմ տունն այսօր այստեղ է։ Ես ինձ զգում եմ ինչպես տանը։ Ինձ հարմարավետ է այստեղ։ No, the good thing is that we are different. Գիտեք, մեր ազգերը շատ տարբեր են, բայց հետաքրքրությունը հենց այդ է, որ մենք շատ տարբեր ենք։ Մեր հասարակությունները տարբեր են, եւ սա շատ լավ հնարավորություն է ինձ համար նոր մշակույթ ուսումնասիրելու։ Երևանը շատ ջերմ քաղաք է, որտեղ դու միշտ քեզ լավ ես զգում։ Իմ սիրելի փողոց Աբովյանն է։ Աբովյան, Թումանյան, Սայաթնովա հանրապետության հրապարակ։ Եվ գիտեք ինչն է շատ բնորոշ Երևանին։ Այստեղ միշտ կհանդիպես քեզ հարազատ մարդու։ Acá estamos actuando otra vez. Muy lindo. Claro, es cierto porque yo iba Իհարկե ես սիրում եմ հայկական խոհանոցը։ Խորովածն ու տոլման ինչպես կարելի է չսիրել։ Today I will have Argentine. Բայց այսօր ես արգենտինական սթեյքը կհամադրեմ հայկական կոնյակի հետ։ I like to have a little cognac. A ver cómo está hoy. But one of the most important things Կարևոր բաներից մեկը, որ ես սովորել եմ հայերից, կենաց ասելն է, եւ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է խմել հայ-արգենտինական բարեկամության համար։ Պետք է պահպանենք եւ ավելի ամրապնդենք մեր ազգերի հարաբերությունները։ and make it even stronger.